Պարոն Գարագաշյան, ձեր լրատվամիջոցը արդեն կարծես թե 4-րդ տասնամյակն է իր գործունեությունը շարունակում։ Հայաստանում որոշ մարդիկ կան, ովքեր տեղյակ չեն, կան նաև տեղեկացվածները։ Ես կխնդրեմ նշել ակունքները, ինչից սկիզբ առավ Հորիզոն շաբաթաթերթը, ինչպես այն դարձավ հետո վիզուալ արտադրանք, ինչպես մուտք գործեց շատ կանադահայերի տներ, արդյոք կաբելային կապով հեռարձակվում եք թե ոչ, եւ համայնքը ինչ ներգրավվածություն ունի այս հեռուստաընկերության շաբաթաթերթի գործում։ Հորիզոն շաբաթաթերթը հիմնված է 45 տարի առաջ եւ առաջին թիվը լույս տեսած է 1979 թվականի մայիսի 28-ին, այսինքն առաջին հարաբերության ծննդյան օրն ու թվականը։ Եվ շաբաթաթերթի հրատարակման անհրաժեշտությունը այդ օրերուն սկսված է Կանադայի հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեի կողմից, որոնք համայնքի, այսպես ասած, դեղեկատվական գարիքները լրացնելու համար անհրաժեշտ նկատած են այս շաբաթաթերթի հրատարակությունը։ Եվ անշուշտ տասնամյակներու ընթացքին թերթը համահունչ ընթացած է, այնինչ ասենք հերահաղորդակցության պայմանները ինչ կբերեն տարիներու ընթացքին եւ բարբերաբար մենք ունեցած ենք մեր պաշտոնական կայքեջը horizonweekly.ca եւ այսօր ինչպես այլ լրատվամիջոցներ ունենք մեր ընկերային ցանցերի հարթակները Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը, YouTube-ը եւ այլ հարթակներ։ Նաեւ նշեմ, որ Հորիզոն շաբաթաթերթը սպիրկի այն լրատվամիջոցներից մեկը կանցանա, որ ուղագի հատկապես վերջին 20 տարիներին ուղագի կապ ունի պետական մակարդակի վրա Կանադայի պետական բոլոր օղակների հետ, այսինքն դաշնակցային, federal, նահանգային եւ ինչպես նաեւ տեղական քաղաքապետական։ Այսինքն մենք մեր հարցազրույցները կկատարենք նաեւ Կանադայի պետական նախարարների հետ, նահանգային խորհրդարանի անդամներու հետ եւ այս ձևով ավելի լայն լսարան ստեղծել ենք հորիզոնի համար, ընդգրկելով նաև Կանադայի պետական բոլոր օղակները։ Ես անձնական հիշողություն ունեմ թերթի հետ կապված։ Առաջին անգամ, երբ իմացել եմ այս թերթի մասին, դա եղել է Մայրիկ ֆիլմում այն էպիզոդը, որտեղ ռեժիսորը խոսում է այն կնոջ հետ, որը խմբագրում է այդ թերթը։ Համայնքի մոտ արդյոք թերթի նշանակությունը շարունակում է արդի մնալ եւ այսպես զգացմունքային մնալ, ինչպես նոր ժամանակները իր հետ բերում են, գիտեք, նոր տեխնոլոգիաներ։ Արդյոք այս նոր տեխնոլոգիաների պայմաններում այդուամենայնիվ համայնքի համար սա ինքնության եւս մի էլեմենտ է։ Անշուշտ հորիզոնը տարիներու ընթացքին միշտ համայնքի թերթ եղած է, համայնքի հայելին եղած է, համայնքի արտացոլացում եղած է։ Եվ թերթի միջոցով նաև համայնքային, ասենք բոլոր միջոցառումները, համայնքային պատմական, ասենք այն կարևոր դրվագները, որ կատարված են պատմության ընթացքին, հայ գետրոններու հիմնադրումները, հայ եկեղեցիների հիմնադրումները համայնքի Կանադայի տարածքին, բոլորը արձանագրված են հորիզոնի թերթի էջերում։ Այսինքն հորիզոնը կհանդիսանա ոնց որ համայնքի արխիվադունը, արխիվարանը, այսինքն ամբողջ պատմությունը բարփակված է 45 տարվա պատմություն բարփակված է հորիզոն շաբաթաթերթի արխիվներում։ Եվ եթե այսպես կարող եք հիմա հիշել, հիշատակել արխիվներում ինչ ֆոտոներ կան, որոնք բավականին օրիգինալ են, նաև այսօր հետաքրքիր կդիտվեին։ Ես կգարձեմ, որ ամենեն հետաքրքրական արխիվային լուսանկարները, ֆոտոները այն լուսանկարներն են, որոնք կապ ունին, ասենք, համայնքի գետրոններու հիմնադրման, օրինակ Մոնտրեալի գետրոն, հայ գետրոնի հիմնադրման, Տորոնտոյի հայ գետրոնի հիմնադրման, Լավալի, Քեմբրիջի հայ գետրոններու հիմնադրման, Վանկուվերի հայ գետրոնի հիմնադրման, ինչպես նաև շատ կարևոր արխիվային լուսանկարներ կան Օտավայի մեջ ամենամյա ավանդությամբ կայացած հայոց ցեղասպանության քայլերթ հանդիսություններու կամ
քայլարշավներու կամ քայլերտներու արխիվային լուսանկարները, որոնք իսկապես արժեքավոր են եւ այդ բոլոր լուսանկարները մեր արխիվադամ մեջ մենք կպահպանենք։ Եվ հորիզոնը լինելով լրատվամիջոց, որքանով է արտացոլում Հայաստանի ներքին քաղաքական կյանքը եւ ինչ վերաբերմունք ունեք դուք տեղի հայությունը մասնավորապես ձեր թերթի ընթերցողները Հայաստանում կատարվողի վերաբերյալ։ Մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում նկատի ունեմ։ Նախասեմ, որ հորիզոնը վերջին 22 տարվա ընթացքում մինչև Արցախի շրջապագումը ամենամյա դրությամբ ամեն տարի Արցախի մեջ ներկայություն եղած է, այսինքն հորիզոնի գլխավոր խմբակիրը ամեն տարի եղած է Արցախ եւ Արցախի մասին իրազեկած է Կանադայի հասարակության եւ ոչ միայն որպես լրատվամիջոց, որպես լրագրային առաքելություն կատարած ենք մեր արցախյան գործուղումները, այլև միաժամանակ որբեսի Արցախի սփոսաշրջության նոր թափ եւ նոր զարգանք մենք կանադահայ սփոսաշրջիկներ տարածենք հորիզոնի միջոցով տարածենք ուրեմն Արցախ միաժամանակ հորիզոնի միջոցով շարք արցախյան գյուղերի համար ստեղծել ենք այն առիթը որ այդ գյուղերը ստանան գյուղերի վարժարանները ստանան համապատասխան համագարկիչներ եւ նաեւ այլ ասենք բարեսիրական գործեր իսկ ինչ կվերապերի այն հարցին թե այսօր մեր համայնքը ինչ ձևով կվերապերի Հայաստանի այսօրվան իրադարձություններուն իսկապես շատ մտահոգ մոդեցում է որ կվերապերի այսօրվան իրադարձություններուն հատկապես Արցախի դեմ գործված վերջին ադրբեջանական բռնարարքներն հետ Արցախի հայատապումեն հետ Արցախի գորուստեն հետ եւ այս բոլորը շատ ծանր աստած է հայ համայնքի վրա շատ ծանր աստած է մեր վրա կանադահայության վրա ընդհանուր առմամբ որովհետեւ ի վերջո Արցախի անկախութենեն ի վեր Արցախը կանադահայության համար այն ազգային արժեքներ այն հայկական արժեքներ, որ ուղղակի մեր փառաբանց հաղթանակների վերադարձը կենթադրեր մեզի համար։ Եվ այսօր, երբ չկա Արցախը, եւ այսօր, երբ գործող իշխանությունները գահարվածեն Արցախյան հիմնահարցի ընդհանուր առմամբ, այս մեկը մեզի համար շատ մտահոգիչ է։ Եթե փորձենք թերթի օրինակով, նույն ձեր թերթի օրինակով եւ անկախ ընթերցողի աչքերով նայել կատարվողին տպավորություն կստեղծվի, որ Հայաստանում ամեն բան նորմալ է։ Տեսեք, աշխարհի այս ծայրից մինչև մյուս ծայրը շնորհավորանքներ ենք ստանում, հատկապես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման շուրջ։ Արդյոք Կանադայում գիտակցում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ կնքել այդ խաղաղությունը եւ ելի կրկին խնդրեմ ձեր լսարանի մասշտաբով մասնավորապես ներկայացնել։ Կա ընկալումը, որ խաղաղություն տեղ չի հասել դեռ Հայաստան։ Ես գրնամ ասել հետևյալը, նախ մեր լսարանն այն ինչ որ մենք կփոխանցենք, հատկապես մեր Կանադայի հայտարարի հանձնախումբի տարած աշխատանքները եւ մեր Կանադայի հայտարարի հանձնախումբը որպես հայկական լոբիիստական գազագերբություն, որ գործե տարիներ է վեր, տասնամյակներ է վեր Օտավայի քաղաքական միջանցքներում մեջ շատ գործոն եւ աստեցիկ լոբիիստական գազագերբություն է։ Կանադայի հայտարարի հանձնախումբի ուղված նամակով, վերջին նամակով Կանադայի արտաքին գործոստ նախարար Մելանի Ժոլին հետևյալ գեդերը նշած էր, որ մեզի համար շատ կարևոր է եւ այդ նամակը մենք ուղղակի մեր հասարակության ներկայացուցինք, մեր ընթերցողներուն ներկայացուցինք եւ Արտաքին գործոստ նախարար Մելանի Ժոլի հետևյալ գեդերը կնշե այդ նամակի մեջ ուղված Կանադայի հայտարարի հանձնախումբին, որ առաջին հերթին նախապայման է, որ Ադրբեջան ազատ արձակի հայ ռազմակերիները, Ադրբեջան հարկի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, անպայմանորեն եւ դա շատ կարեւոր նշված է այդ նամակի մեջ, Արցախի բնակչության վերադարձը բաբենական հողեր, բաբենական հայրենիք, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանումը, իսկ Արցախի հիմնախնդրի լուծումը շարունակել ՀՀԳ Մինսկի խմբի գործառույթով եւ գործընթացով։ Այսինքն այս նամակով արդեն հստակ կդառնա, որ պետք է վերադառնալ ՀՀԳ Մինսկի
գործընթացին եւ կնշանակե որ հիմնահարցը դակավին իր լուծումը չգտած։ Դուք Մելանի Ջոլի անունը հիշատակեցիք կանադայի արտգործնախարարի, որը հայանպաստ առաքելությամբ է հանդես գալիս։ Նոր վարչապետ է նշանակվել երկրում եւ արդյոք նոր վարչապետի նշանակումը ինքնին չի ենթադրում նաեւ կառավարության կազմի փոփոխություն նոր արտաքին գործերի նախարարով ինչ է սպասվում նոր արտաքին գործերի նախարար կարող է նշանակվել Անցնող օրերուն արդեն կառավարական դահլիճը վերակազմվեցավ եւ արտաքին գործոց Մելանի Ժոլին վերանշանակվեցավ իր պաշտոնին, այսինքն դիգին Մելանի Ժոլին դիգին նախարարը կշարունակի իր պաշտոնը եւ գիտեք որ կանադայի արտգործնախարարությունը կանադայի արտաքին գործոց նախարարությանը միշտ գաբի մեջ եղած է կանադայի հայտարարի հանձնախումբը եւ այդ մեկը շատ կարեւոր է հատկապես լոբիիստական հայանպաստ լոբիիստական հարաճիգա մեր աշխատանքներուն համար նշեմ նաեւ որ անցնող 4 տարիներու ընթացքին այսինքն Արցախյան 44 օրյա պատերազմեն մինչև 2024 թվական հորիզոնը որպես լրատվամիջոց 4 հաջորդական հարցազրույցներ կատարած է կանադայի տարբեր արտաքին գործոց նախարարների հետ այսինքն կանադայի արտգործնախարարությունը որբեսի իրազեկե հայ համայնքը այդ մեկը կկատարե հորիզոնի միջոցով 44 օրյա պատերազմից հետո Հայաստանում կա այսպիսի կարծիք, որ Սփյուռքի հետ կապը գնալով թուլացել է եւ այն թուլացել է հենց 44 օրյա պատերազմից սկսած, քանի որ Սփյուռքի ներկայացուցիչները տեսան պատերազմի արդյունքները, տեսան թե ինչպես վարվեցին ռազմի դաշտում պետական մակարդակով արված քայլերը եւ սրանք գումարած նաեւ Փաշինյանի վերջին հայտարարությունները կապված Սփյուռքի հետ եւ հայոց ցեղասպանության հետ Սրանք ինչ ազդեցություն են թողել եւ արդյոք այս հայտարարությունների համատեքստում նաեւ չի դժվարանում հարաբերությունները ոչ միայն սփյուռքահայերի եւ Հայաստանի միջեւ, այլ նաեւ սփյուռքահայերի եւ հայաստանցիների միջեւ։ Սփյուռքի նախարարության ժամանակ երբ գոյությունները Սփյուռքի նախարարություն Հայաստանի հարաբերության եւ Սփյուռքի հայ համայնքներու միջեւ կապը շատ սերտ էր եւ որևէ մեկ սենք խոչընդոտ չկար այդ ուղղությամբ ներկա վարչախումբը ներկա իշխանությունները առաջին իսկորեն որպես իրենց քաղաքական վարկակից ընտրած են Սփյուռքը բարակդել եւ Սփյուռքայությունը դուրս ցկել Հայաստանի pedagogan գործընթացը Ինչ կվերապերի հայոց ցեղասպանության մասին այս իշխանություններու ղեկավար պարոն Փաշինյանի հայտարարություններում որ հայոց ցեղասպանությունը առաջնահերթություն չէ այդ մեկը անշուշտ որ մեծ հարված է սփյուռքահայության որովհետև ի վերջո սփյուռքահայությունը պատճառահետևանքային գործոն է այսօր հայ ժողովրդի պատմության մեջ Բաժարը սպիրկայության հայոց ցեղասպանությունն է սպիրկ գոյություն ունի որովհետև դեղի ունեցած է հայոց ցեղասպանություն ուրեմն եթե այս նոր վարչախումբը որպես ուղեկից ընտրած է նսեմացնել նաև հայոց ցեղասպանության հանգամանքը ցեղասպանություն որ ընդունված է աշխարհի ամենամեծ դերություններուն կողմէ աշխարհի գրեթե բոլոր մեծ պետություններու կողմէ Սակայն այստեղ ունենք պետությունը, որ կսկսի կասկածի ենթարկել այդ ցեղասպանությունը։ Այդ մեկը ոչ թե միայն մտահոգի չէ, այդ մեկը կենթադրե նաև ուղագի ազգային դավաճանություն։ Այսինքն որևէ մեկը չի կրնար Հայաստանի ազգային անվտանգության առանցները մեկը գազմող հայոց ցեղասպանությունը այդ ձևով հորչորչել, որ առաջնահերթություն չէ։ Ինչու համար Իսրայելի պետության համար հոլոկոստը իրենց համար pedagogan ազգային անվտանգության հարց է։ Մեզի համար, Հայաստանի համար նույնպես, Հայաստանի Հանրապետության համար, ոչ թե Սփյուռքի համար։
ազգային անվտանգության հարց է հայոց ցեղասպանության ճանաչումն ու բոլոր հայոց ցեղասպանության հետ կապված իրավական գործընթացները։